Գյումրեցին է, բանը գնդապետ, որը փոխգնդապետ, որը Վազգեն Սարգսյանում դասավանդել է տարբեր տեղերում, հատուկ եկել է դրս Երևանից, որ մի երկու խոսք ասի, որ դուք լսեք, եւ ինքը հայոց դասագրքերի հետ կապված, որ ադրբեջանական դրոշը հիմա մեր դպրոցներում պատկերացրեք, դասագրքի վրա երկրորդ դասարանի ադրբեջանական դրոշի գույներն է, իսկ հայոց դրոշը այրում են, այդպես հետևը ես չէի հավատում, բացեց ցույց տվեց սավ տեսեք, երկրորդ դասարանի դասագրքի հետևը, ուրեմն հայոց դրոշը կրակների մեջ է, դա պատահական չեն անում, դա փուշկական ծրագիր է, հիշեք, եւ մի երկու բառով իրեն տան, խոսքը թող մի երկու բառով ասի ու սահմանափակին, համեցեք։ Բարև ձեզ, հարգելի գյումրեցիներ, իզուր չի, որ այսօր տարիքով մարդիկ են այստեղ, ոչ թե պաշտոնի կռիվ տվողներ, այլ մարդիկ, որ ունեն անցյալ։ Պարոն Ղուկասյանը ունի ոչ միայն անցյալ, այլև կառավարման փորձ։ Երևանում քաղաքապետարանի շենքը կառուցվել է նախկինների օրոք։ Լեննականում նույնպես նախկինների օրոք։ Ես եկել եմ ոնց որ ձեր ապագայից ձեզ զգուշացնեմ, ընտրելով ԿՊ ինչա մեզ սպասում, հենց նոր, ընդամենը 2 ժամ առաջ, ես իմանալով, որ բուսաբանական այգիում ծառայատուններ են կատարվել, կատարել եմ հարցումներ եւ պարզվել է հետեւյալը, որ դեռևս 21 թվին, 22 թվին թույլատվություն է տրվել, որպեսզի այնտեղ կառուցապատում արվի։ Ամբողջ Երևանը կառուցապատված է, տարբեր շենքերով, էլիտար շենքերում, ովքեր են ապրելու այդ շենքերում, բոլորս հասկանում ենք։ Իսկ հիմա ես ուզում եմ որպես գյումրեցի կանխարգելել, որպեսզի վաղը մյուս օր ես Գյումրի գամ եւ գյումրեցիների աչքերին նայեմ պարզ աչքերով։ Հենց ստացվե, որ Չարիքը սկիզբ առել Գյումրիում ըստ սխեմայի։ Ես կուզենամ, որ Չարիքը վերջ դառնա հենց Գյումրիում։ Այո! Այո! Սա է մեր ապագան, ասում են ապագա կա։ Տեսեք ձեր ապագան։ Դասագրքի վրա այվում Հայաստանի պետական դրոշը 24 թվականի, դասագրքի վրա իբր պատահական ադրբեջանական դրոշը, դասագրքի վրա ՆՍՊ զինվորական առարկայում ոչ թե զինվորական հայկական համազգեստը, այլ անորոշ թշնամական համազգեստ, զինանշանը աղավաղված է եւ պատկերված է որպես թագավորությունների փոխարեն այ բենքին դա։ Հասկանում եք ինչ ապագա է մեզ սպասում։ Սկիզբ պետք է առնի Գյումրիուց, փրկվի պետք է մեր ազգը, փրկվի հենց Գյումրիից, որովհետև Գյումրիում արժանապատիվ մարդիկ են ապրում։